Փաշինյան-Տուսկ հանդիպում Վարշավայում, որ թեմաներն են եղել վարչապետերի ռանդևուի օրակարգում։ Բաքվի հետ տնտեսական շահը կայունության համար կարող է ավելի լուրջ գործոն լինել, քան փաստաթղթերը։ Փաշինյանը Վարշավայում դեսպանների հետ հանդիպմանը։ Որ կեղծ լուրերի դեմ պայքարը արդյունք տա, օգնության կգան եվրոպացիները իրենց խորհուրդներով, թե ինչպես օրենք գրել, որ թույլ չտա ազատ խոսքը վիրավորանք զրպարտանք դառնա։ Իրանը չի ձգտում ատոմային ռումբ մշակել, Փեզեշքյանը հիշեցրել է միջուկային զենք ունենալու արգելքը Խամենեին է սահմանել։ Կառավարությունը փոխում է հայտարարագրման կարգը, նվերներն ու ժառանգությունը մինչև 1 միլիոն դրամի փոխառությունները չեն հայտարարագրվի։ Ջրանջատումներ կլինեն, բայց ոչ Վեոլիա ջրի ներկայացրած գրաֆիկով, այն ջրային կոմիտեի հետ համաձայնեցված չի եղել։ Շինանյութով բեռնված ավելի քան 100 բեռնատար կանգնած է Վերին Լարսի մոտ, Երևանը սպասում է Թբիլիսիի պարզաբանմանը։ Սարսափեցնող վիճակագրություն, Երևանում յուրաքանչյուր 35-րդը քաղցկեղ ունի, հիվանդությունն է աճել, թե ախտորոշումը հասանելի դարձել։ Ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը կխստացվի, լաբորատորիաները կտեսագրեն եւ կպահեն վիդեոները որպես ապացույց։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել Փաշինյանի Լեհաստան այցի ընթացքում այդ երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացն ու թրիփը։ Դոնալդ Տուսկն ասել է, թե պատրաստ են Եվրոպայում ընդունելու բոլոր այն երկրներին, որոնք եվրոպական արժեքների կրողներն են։ Նա պատմել է, որ երեկ Իսլանդիայի վարչապետի հետ է հանդիպել եւ նրա հետ զրույցում նաեւ քննարկել, թե ինչպես կարող են բացել Եվրոպայի ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար։ Մենք շատ զգուշությամբ, բայց նաև հստակորեն բաց ենք Եվրամիությունը ընդլայնելու համար այն բոլոր երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը։ Մենք հավատում ենք, որ ռազմական համագործակցությունը, որը կտարվի մեր անվտանգության ոլորտում, ոչ միայն Հայաստանի համար կլինի բարենպաստ, այլ ամբողջ տարածաշրջանի։ Ինձ համար շատ կարևոր էր եւ մեր պատվիրակության համար լսել ձեր գնահատականները, մասնավորապես նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանը անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքին եւ այն քաջալերող խոսքերը, որ դուք ասացիք, իսկապես նոր վստահություն են մեզ տալիս, որ մենք ավելի վստահ շարունակենք ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհը, որում մեր առաջնային խնդիրը Հայաստանը եվրոպական եւ Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։ Իդեպ Վարշավայում Փաշինյանի երաժշտությամբ ուղեկցության ֆեյսբուքյան ավանդական ողջունին միացել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Տեսանյութը հրապարակվել է Փաշինյանի ֆեյսբուքյան էջում։ Wow, great. Ռուսական ռազմաբազայի ներկայության հետ կապված որևէ պլան, մտահոգություններ չկան, Փաշինյանն է հայտարարել Լեհաստանում դիվանագետների հետ հանդիպմանը։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, նա ասել է, թե տնտեսական շահը կայունության համար կարող է ավելի ուժեղ գործոն լինել, քան համաձայնագրերն ու այլ փաստաթղթերը։ Խաղաղության եւ կայունության ձգտող Երևանը ինչպես ընկալի Ալիևի պահվածքը, որ միջազգային հարթակներում խաղաղասերի դիմակն է հագնում, Ադրբեջան հասնելուն պես առյուծ կտրում, հոխորտանքներ հնչեցնում, իր վասալ մեջլիսականի բերանով փոխանցում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերն ու տները։ Ժամի անդրադարձը։ Հարաբերությունները սառեցրած Հայաստանը, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մերժում է մասնակցությունը տարբեր ձևաչափերով անցկացվող ՀԱՊԿ նիստերին, օրակարգում ընդգրկվող փաստաթղթերին երբեմն հավանություն տալով, չի նախատեսում եւ չի քննարկում Հայաստանից ռուսական 102-րդ բազայի դուրսբերումը։ Մենք որևէ ծրագիր, ինչպես նաև մտահոգություններ չունենք Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի գտնվելու թեմայով։ Եվրոպացի փորձագետները Փաշինյանից ցանկանում են լսել հայ-ռուսական հարաբերություններն ինչ մակարդակի վրա են։ Ռուսներին չնեղացնել ցանկացող Փաշինյանն ասում է, թե հայ-ռուսական հարաբերություններին վերափոխում ապրող փուլ են մտել։ Հայաստանի կառավարությունը սակայն չի մոռացել օրինակ 2022-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրների, այդ թվում Ռուսաստանի դիրքորոշումը։
Մենք խոսենք այն մասին, թե ուներ արդյոք ՀԱՊԿ պարտավորություն Հայաստանի հանդեպ, այո, իհարկե, կատարել է ոչ, որովհետև մենք պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ի կորիզը դա Ռուսաստանն է, Ռուսաստանը այդ բային նաև հնարավորություն չունի։ Ծանր նժարի կողմն ավելի շատ պահելով արևմտյան առաջարկների վրա, հայաստանյան իշխանությունները դեռ տատանվում են մոդուլային ավելի փոքր ատոմակայանին տալ նախապատվությունը, թե ընտրել տասնամյակների պատմություն ունեցող ավանդական ատոմակայանի կառուցումը։ Փաշինյանն ասում է, որ հզոր կարողությամբ ատոմակայան Հայաստանին անհրաժեշտ չէ։ Այն դեպքում, երբ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանելու պոտենցիալ ունեցող երկիր է։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Վերջին տարիներին կարողացել են խորհրդային ժամանակից Հայաստանում կառուցված ատոմային էներգետիկայի կարողությունը կրկնակի դարձնել։ Հիմա մենք մեծ ատոմակայանի կարիք չունենք։ Մեր փորձագետների գնահատականներով մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան։ Ահա թե ինչու մենք նախնական որոշում ենք կայացրել փոքր մոդուլային տիպի միջուկային ատոմակայան ենք ունենալու։ Մոսական ոչ մի կայան գետնի վրա, հողի վրա չկա կառուցված։ Հայացքը դեպի Եվրամիություն սևեռած Հայաստանի կառավարությունը մայիսին եվրոպացի բարձրաստիճան հյուրերի պետք է հյուրընկալի։ Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է անցկացվելու։ Ի դեպ, Ադրբեջանից Վրաստանի սահմանով Հայաստան բենզին եւ դիզվառելիք ուղարկող ու առևտուր անող Ալիևը մերժել է չի մասնակցի Երևանում նախատեսվող այդ միջոցառմանը։ Նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկը եւ օրացույցը նման այց չեն նախատեսում։ Եվ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամորֆ շատ փորձագետների ձևակերպմամբ նաև հեղեղուկ խաղաղության գործընթացի մասին։ Հայկական կողմից խաղաղության ճարտարապետները որքան էլ թմկահար են, թե Ադրբեջանի հետ խաղաղությունը դիտարկում են հիմնված Ալմա-Աթայի 1991-ի հռչակագրի վրա, Ալիևը նրա սատելիտ արբանյակները նոր թափով առաջ են տանում Հայաստանի ինքնիշխան տարածք վերադառնալու արևմտյան Ադրբեջան թեզը։ Ոմն Ալեքբերլի, ով իրեն ինքնահռչակել ու կարգել է Ալիևի աշխատակազմից ֆինանսավորվող Արևմտյան Ադրբեջան համայնքի նախագահ, հայտարարել է, թե Արևմտյան Ադրբեջանի փախստականները վերադառնալու են իրենց պատմական հողերը։ Օկուպացված Արցախի Մարտունի քաղաքում Ալիևը հայերին թշնամի անվանելով հոխորտացել հպարտացել է, ձևակերպելով ոչնչացրինք թշնամու վերջին որջը, վռնդեցինք անջատողականներին եւ ստիպեցինք դատարանի առջև կանգնել։ Ահա այսպիսի խաղաղասեր Ալիև։ Վստահ եմ, որ հասարակությունը հավատում էր, որ թշնամու վերահսկողության տակ չի մնա ոչ մի թիզ հող, եւ մենք հասանք դրան։ Արդեն 2 տարուց ավելի է, ինչ վերահսկում ենք ամբողջ Ադրբեջան պետության ինքնիշխան տարածքը։ Հայաստանի ինքնիշխան տարածքից անգամ մտքի ծայրով դուրս գալու մասին չմտածող, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչող Ալիևը միգուցե Երևանում չի ուզում մասնակցել եվրոպացիների հետ կազմակերպված մայիսյան միջոցառմանը հենց այս պատճառով, որ չի ճանաչում Հայաստանի տարածքները, այդ թվում մայրաքաղաք Երևանը, կամ ինչպես ինքն է սիրում հաճախակի անվանել Էրիվանը։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանը հեռացրել է ռուս սահմանապահների նախուրիկից, այսօր հայտնի է դարձել, որ այս տարվա սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ախուրիկ անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի սահմանապահ զորքերի զինծառայողները։ Տեղեկությունը լրատվամիջոցներն են բացահայտել, ուսումնասիրելով կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցը։ Ներկայում չկա պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում հայ սահմանապահների լիարժեք վերահսկողության ներքո նշված է զեկույցում։ Արևմուտքը պատրաստ չէ պատասխանատվություն կրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար, հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Երևանում կազմակերպված Եվրասիական երկխոսություն Հայաստան միջազգային վերլուծական ծրագրի ժամանակ։ Նա ասել է, թե Մոսկվան շարունակում է Հայաստանի համար կարևոր գործընկեր մնալ ոչ միայն անվտանգության, այլև էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ առևտրի ոլորտներում։ Խոսելով Արևմուտքի հետ ինտեգրման հեռանկարների մասին, քաղաքագետը նշել է, որ Եվրամիությանը միանալը տեսանելի հեռանկարում իրատեսական չէ։ Արևմուտքը չէր ցանկանում եւ այսօր էլ չի ցանկանում միջամտել ձեր խնդիրներին, պատասխանատվություն ստանձնել տարածաշրջանում վերակառուցման եւ դրա հետևանքների համար։ Սա Արևմուտքի համար ընդհանրապես ավելի մեծ շղթայի Իրան, Թուրքիա, Մերձավոր Արևելք մի մասն է։ Դրանք տարածաշրջանի ընկալման տարբեր դիտանկյուններ են։ Եվրամիությանը միանալը տեսանելի հեռանկարում իրատեսական չի թվում։ Նույնիսկ Երևան այցելած էմիսարները խոսում էին 12 տարվա մասին, սակայն այդ 12 տարիները դեռ պետք է ապրել։ Դրանք մի քանի ընտրական փուլեր են։
Որ կեղծ լուրերի դեմ պայքարը արդյունք տա, օգնության կգան եվրոպացիները իրենց խորհուրդներով։ Նրանք կհուշեն հայ մասնագետներին, թե ինչպես օրենք գրել, որ թույլ չտա ազատ խոսքը վիրավորանք զրպարտանքի վերածվի։ Երևանում տրվել է Եվրոպայի խորհրդի խոսքի եւ մամուլի ազատության ու տեղեկատվության հասանելիության խթանումը Հայաստանում ծրագրի մեկնարկը։ Որ Հայաստանում խոսքի ազատության արմատներն ամուր լինեն, եվրոպացիները կգան, Հայաստանի իշխանությունների կողքին կկանգնեն ու խորհուրդներ կտան, ինչ ու ինչպիսի օրենքներ գրել, կաջակցեն նաև հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, որպեսզի տեսալսողական մեդիայի հարցերը կարգավորող ազգային մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները զարգանան, պետության պայքարն էլ կեղծ լուրերի դեմ արդյունք տա։ Հատկապես հիմա նախընտրական այս շրջանում ժամանակահատվածի կարևորությունն ընդգծելով օմբուդսմեն Մանասյանն ասում է, սա անհրաժեշտ օգնության ձեռք է։ Համապետական ընտրությունների շրջանում ազատ խոսելու խնդիրներն առավել ակնհայտ են դառնում ըստ նրա։ Այն որ պետության կողմից խոսքի ազատությունը, մեդիա ազատությունը պետք է երաշխավորված լինի եւ նաեւ լրագրողների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի, բնականաբար քննարկման ենթակա հարց չէ եւ պետությունը այս ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրի, սա միանշանակ է եւ նաեւ ցանկացած վարքագծի տեսակ, որը չի համապատասխանում խոսքի ազատության, մեդիա ազատության իրավունքի շրջանակներին, պետք է արժանանա յուրաքանչյուրիս կողմից հակազդեցության։ Նախընտրական այս շրջանում քաղաքական դերակատարները օմբուդսմենի խոսքով գործիք են դարձնում մարդու իրավունքները, այն էլ ամենախոցելի։ Զգայուն թեմաներն են գործիքայնացնում, շոշափելի դարձնում։ Մանասյանն օրինակներ է բերում երեխաների, կանանց նկատմամբ, ինչպես նաև ընտանեկան բռնություններից մինչև հաշմանդամություն ունեցող անձանց հարցեր։ Ընտրությունները մի օր ավարտվում են, այդ թեմաներով ապատեղեկությունների ազդեցությունները մնում, այն էլ տարածում գտնելով մարդու իրավունքների ամբողջ համակարգի վրա։ Հայաստանում երևի թե ամենալայն տարածում ունեցող խտրական ատելության խոսույցներից մեկը, որը իր մեջ նաև շատ դեպքերում ապատեղեկատվություն է պարունակում եւ ամենահաճախ օգտագործողներից է քաղաքական գործընթացների շրջանակներում, հատկապես նախընտրական ժամանակահատվածներում, ազգային պատկանելություն կամ էթնիկ հիմքով խտրական ու ատելության խոսքներ։ Մենք նույնիսկ քաղաքական դերակատարներ ունենք, ում քաղաքական լոզունգները հենց նման ձևակերպումների վրա են հիմնված։ Ատելության խոսքի քրեականացման եւ խոսքի ազատության քրեականացման միջև սահմանը նուրբ է։ Արձանագրումը Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանինն է։ Ֆինլանդիան համարվում է կարիքներով առաջնորդվող երկիր եւ մենք ունենք այս բանավեճը, որ պետք է քրեականացվի ատելության խոսքը։ Կան կարծիքներ, որ սա առանձին քրեականացման պետք է ենթարկվի որպես համապատասխան նկարագրություն ունեցող հանցակազմ։ Այստեղ կա մի նուրբ գիծ ատելության խոսքի քրեականացման եւ խոսքի ազատության քրեականացման միջև։ ԶԼՄ-ների ինքնակարգավորումը իսկապես չափազանց լավ միտք է, չափազանց լավ գաղափար եւ այն շատ արդյունավետ է հատկապես այն պարագայում, երբ հենց լրատվամիջոցներն են կարգավորում, մշակում իրենց վարքականոնները եւ իրենք են ներքին քննարկումների շրջանակներում սահմանում այդ նուրբ բաժանարարները։ Ծրագիրը, որի շրջանակում եվրոպական օգնությունը բերում են Հայաստան, նպատակ ունի ստեղծել առավել դիմակայուն տեղեկատվական միջավայր եւ կերտել հասարակական գիտակցություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի գիտի որոշումներ կայացնելու եւ ժողովրդավարական գործընթացներին իմաստալից մասնակցություն ունենալու կարեւորության մասին։ Էդվարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Հայկական կողմը վստահեցրել է, որ երբեք հենակետ չի դառնա Իրանի դեմ քայլերի համար, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպանը։ Խալիլ Շիր Ղոլամին հավելել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև առկա է փոխադարձ վստահություն։ Նրա խոսքով Թրիպի հարցով մշտական կապի մեջ են Հայաստանի ղեկավարության հետ։ Եթե այդ ճանապարհի նպատակը հնարավորությունները զարգացնելն ու խաղաղությանը աջակցելն է, ապա մենք դեմ չենք, ասել է դեսպանը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Իրանը չի ձգտում ատոմային ռումբ մշակել, Փեզեշքյանը հիշեցրել է միջուկային զենք ունենալու արգելքը Խամենեին է սահմանել։ Կառավարությունը փոխում է հայտարարագրման կարգը, նվերներն ու ժառանգությունը մինչև 1 միլիոն դրամի փոխառությունները չեն հայտարարագրվի։ Ջրանջատումներ կլինեն, բայց ոչ Վեոլիա ջրի ներկայացրած գրաֆիկով, այն ջրային կոմիտեի հետ համաձայնեցված չի եղել։ Շինանյութով բեռնված ավելի քան 100 բեռնատար կանգնած է Վերին Լարսի մոտ, Երևանը սպասում է Թբիլիսիի պարզաբանմանը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում, այժմ միջազգային լրահոս։
Իրանը ծանուցում է հրապարակել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով օդային տարածքը փակելու մասին, սա վերաբերում է Կասպից ծովում Ադրբեջանի հետ սահմանի ողջ ծովային գոտուն։ Իրանական լրատվամիջոցների տվյալով վերջին ժամերին նկատվում է իրանական բանակի անօդաչու թռչող սարքերի թռիչքների ակտիվացում, ինչը փորձագետների կարծիքով մատնանշում է տվյալ տարածքում զորավարժությունների անցկացումը։ Զորավարժությունները ընթանում են տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմական ներկայության մեծացման եւ Իրանի դեմ հնարավոր գործողությունների սպառնալիքների ֆոնին։ Իրանը երբեք չի ձգտել ատոմային ռումբի մշակմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը պետական հեռուստարադիոընկերության եթերում։ Փեզեշքյանը նշել է, որ 2003 թվականից Իրանում գործում է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի ֆեթվան որոշումը, համաձայն որի միջուկային զենքի արտադրությունը արգելված է։ Իրանն ու Միացյալ Նահանգները պատժամիջոցների և միջուկային խնդրի վերաբերյալ գործնական առաջարկներ են ներկայացրել, այս մասին հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային, խոսելով այսօր Ժնևում անցկացվող բանակցությունների երրորդ փուլի մասին։ Բաղային հստակեցրել է, որ խորհրդակցությունները շարունակվել են շուրջ 3 ժամ Օմանի արտգործնախարարի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի մասնակցությամբ։ Նա ասել է, որ Իրանը պատրաստ է շարունակել Միացյալ Նահանգների հետ միջուկային հարցով բանակցությունների այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վերջին օրերին տարածվող լուրեր այն մասին, թե թուրքական բանակը իբր պլանավորում է անվտանգության նկատառումներով մտնել Իրանի տարածք, Իրանի վրա Միացյալ Նահանգների հնարավոր հարձակման դեպքում։ Գերատեսչությունում հայտարարել են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար։ Վերադառնանք Հայաստան, ավելի քան 100 բեռնատար, որոնք հիմնականում բեռնված են շինանյութերով, փետրվարի 12-ից մնացել են վերին Լարսի անցակետի մոտ, Կոբի քաղաքի տերմինալում։ Վարորդները պնդում են, որ փաստաթղթերի հետ կապված խնդիրներ չունեն, ձգձգման պատճառների հստակ բացատրություն վրացական կողմը իրենց չի տվել։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր լրագրողներին ասել է, թե հայկական կողմի համար անհասկանալի է ստեղծված իրավիճակը։ Վրացական կողմի տվյալներով ֆինանսական ոստիկանությունը որոշակի ռիսկեր է բացահայտել։ Ես խնդրել եմ պարզաբանել ինչ ռիսկերի մասին եմ, որպեսզի եթե իրականում կա այդպիսի բան, մենք եւս պատասխանենք, թե ինչ մեր տնտեսվարողները իմանան ինչ կարելի է, ինչ չէ, եւ անկես պետք է անեմ, ինչեւ հիմա դեռ չենք ստացել, թե այդ ինչ են արել մեր տնտեսվարողները, որոնց պատճառով այդ մեքենաները կանգնած է։ Ֆինանսների նախարարությունը առաջարկում է նվերներն ու ժառանգությունը մինչև 1 միլիոն դրամի փոխառությունները, անձնական գույքը վաճառելի ստացված մինչև 1 միլիոն դրամը և ոչ առևտրային կազմակերպությունների ստացված մինչև 1 միլիոն դրամի ակտիվները եկամուտների հայտարարագրում չհամարել։ Իդեպ 2025-ի եկամուտների հայտարարագիրը պետք ներկայացնեն նաև կենսաթոշակառուները, և եթե նրանք չունեն կողմնակի եկամուտներ, նրանց համար էլ հայտարարագիրը պետք է ինքնաշխատ լրացվի։ Փոխվարչապետին կառավարության նիստում սակայն տեղեկացրել են, որ ինքնաշխատ համակարգը կգործի նոյեմբերին։ Եթե 25 թվականի համար 26 թվականին, ապա եթե լուծումը ավտոմատացման մինչև հիմա չենք տվել, ցայտնոտ ենք առաջացնելու։ Մինչև նոյեմբերի 1-ը թոշակառուների վաստակի ավտոմատացում, այսինքն կօգտվենք մեր աղբյուրներից։ Այո, իրենք կարող են հանգիստ նույնիսկ սպասել այդ լուծումները կլինի, դա կնախալրացվի, հետո կմտնեն կտեսնեն այդ ամբողջը ավտոմատ լրացված։ Այդ լուծումները, պարոն Հակոբյան, պարտադիր պետք է լինի։ Որովհետև եթե մինչև նոյեմբերի 1-ը դա չունենանք եւ մեր հարգարժան թոշակառուներին ասենք մտեք լրացրեք հայտարարագրեր, դա կլինի նախ իրացիոնալ եւ երկրորդը կլինի մեծ անհարմարություն։ Վիճակագիրները հաշվել են Հայաստանի բնակչության միջին աշխատավարձը և թիվ հրապարակել, ըստ որի այն կազմում է 401,000 դրամ։ Բնակչության գերակշիռ հատվածը այս թիվը ոչ տեսել է, ոչ լսել։ Հավանաբար հաշվարկը կատարվել է պետական ապարատում աշխատողների, նրանց վճարների գումարում հանումով կամ էլ IT ոլորտի մասնագետների և ֆինանսիստների բարձր եկամուտների հաշվարկով։ Իրականում քաղաքացիների քանի տոկոսն ունի նման եկամուտներ և վերջին տարիների մոտ 40%-անոց գնաճի ֆոնին մոտավորապես $1000 կազմող այդ միջին աշխատավարձը արդյոք բերել է կենսամակարդակի բարձրացման։ Արմեն Նաթալյանի ռեպորտաժում։
Գերատեսչությունները շարունակում են ամփոփել 2025-ը եւ հրապարակում են ականջ շոյող տարբեր ձեռքբերում տվյալներ։ Այստեղ իհարկե կարևորն այն է, որ հրապարակված տեղեկատվության իսկությունը քաղաքացիների մոտ կասկածներ չառաջացնի։ Խոսքը այն մասին չէ, որ տեղեկատվությունն է կեղծ։ Պարզապես երբեմն մարդկանց մի զանգված դրական փոփոխություններն իր մաշկի վրա զգալու խնդիր ունի։ Ասենք տարվա ընթացքում գրանցվել է այսքան տոկոս տնտեսական աճ կամ այնքան տոկոս տնտեսական ակտիվություն եւ այլն։ Ավելի գործնական օրինակ, երկրում միջին աշխատավարձի չափի վերաբերյալ տվյալները 6%-ով աճ ունենք նաև աշխատավարձերի մեջ։ Եթե անցած տարի դեկտեմբերին միջին աշխատավարձը 379,000-ից մի փոքր ավել էր հարկերը ներառյալ, ապա այս տարի դեկտեմբերին արդեն հարկերը ներառյալ 401,400 դրամ է։ Միջին աշխատավարձի աճը ենթադրում է, որ բնակչության գերակշիռ հատվածի կենսամակարդակն է էականորեն աճել։ Այսինքն մարդիկ կարողանում են իրենց թույլ տալ այն, ինչը ժամանակին անհասանելի էր։ 8 տարվա կտրվածքով վիճակագրական տվյալներն ավելի շատ հարցերի տեղիք են տալիս։ 288,460 աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը ավելացել է 186,400 դրամով։ Իրականում նախ պետք է հասկանալ, թե ինչ ասել է միջին աշխատավարձ։ Ըստ էության երկրում բոլոր աշխատողների աշխատավարձերը գումարվում են իրար եւ բաժանվում են բոլոր աշխատողների թվի վրա։ Արդյունքում ստացվում է 401,000 դրամ, ներառյալ հարկերը։ Բավականին գրավիչ թիվ է, եթե հաշվի ենք առնում, որ շատ ոլորտներում սա հազվադեպ հանդիպող հաստիկներում սահմանված աշխատավարձի չափ է։ Դուք ունեք $100 եկամուտ, ես ունեմ 0 եկամուտ, $0 եկամուտ։ Մեր միջին եկամուտը, մեր երկուսի միջին եկամուտը $50 է։ Բայց դուք տիրապետում եք ձեր $100-ին, ես իմ 0-ին, չունեմ ես ոչ մի բան։ Այսինքն ստացվում է, որ երկրում մարդկանց որոշակի շերտ, ասենք 50-60 հազար մարդ, իսկապես սկսել է շատ ավելի վաստակել, քան նախկինում։ Ոլորտային աշխատավարձերն էլ բարձր են, բայց աշխատողների գերակշիռ հատվածի եկամուտները գրեթե անփոփոխ են մնացել։ Միջին աշխատավարձի աճը բացառապես բարձր պաշտոնյաների եւ որոշակի մասնավոր ոլորտների հանքարդյունաբերություն, բանկային եւ ապահովագրական ոլորտ, կապի օպերատորներ, որոշակի IT իհարկե մասնակցություն ունի, գազ եւ էլեկտրաէներգիա։ Բացառապես այս ոլորտների բարձր պաշտոնյաների աշխատավարձերի հաշվին է միջին աշխատավարձի աճը տեղի ունենա։ Կա եւս մեկ խնդիր, որի պատճառով մարդիկ չեն ֆիքսում սեփական եկամտի աճը։ Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը։ 7-8 տարի առաջվա համեմատ սննդամթերքի շուկայում գրանցվել է 30-ից 40% գնաճ, իսկ խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, որոնք ուզած-չուզած գնում ես։ Այսինքն ստացվում է, որ եթե տարիներ առաջ այս կամ այն ապրանքները կարողանում էր գնել 100,000 դրամով, ապա հիմա նույն ցանկի համար ստիպված ես ծախսել 150,000 դրամ։ Հետևաբար, նույնիսկ եթե աշխատավարձը որոշակի տոկոսային աճ է գրանցել, ապրանքների գնաճը շատ ավելին է։ Հավելյալ եկամուտդ ըստ այդմ խնայելու հնարավորություն չունես։ Թողնում ես խանութներում։ Արմեն Աթելյան, ժամը լրատվական։ Վեոլիա ջուրը ջրամատակարարման գրաֆիկի փոփոխության մասին որոշումը չի քննարկել եւ չի համաձայնեցրել ջրային կոմիտեի հետ, լրագրողներին հայտնել է ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Նրա խոսքով վային հասցեներում, որտեղ նշված է 17-ժամյա ջրամատակարարում, կունենան ժամերի ավելացում։ Ղալամքարյանը ասել է, որ 2 շաբաթից կներկայացվի ջրամատակարարման նոր գրաֆիկ, հնարավոր է լինեն ջրանջատումների ավելի կարճ հատվածներ, ժամերի եւ ռեժիմների փոփոխություն։ Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ, հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է։ Այսինքն Վեոլիան չի խաբում։ Վեոլիան ասում է նախապես, որ ժողովուրդ ջան, ամառվա ամիսներին ես 24-ժամյա ջրամատակարարում չեմ կարողանալու ապահովել։ Ինչ այդպես է, մենք ունենալու ենք ջրանջատումներ։ Հարցը հետևյալն է. այդ ջրանջատումների տևողությունը ինչպիսին պիտի լինի եւ մարզից մարզ, Երևանի տարբեր թաղամասեր, փողոցից փողոց ինչպիսի փոփոխություններ են լինելու։ Հայաստանը պատրաստվում է $185 միլիոն վարկ վերցնել վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից գյուղական բնակավայրերի ջրամատակարարման բարելավման եւ ոռոգման համակարգի արդիականացման համար։ Եթե կատարված աշխատանքի արդյունքները բավարարեն վարկատուին, ապա Հայաստանը երկրորդ փուլով կստանա եւս $250 միլիոն վարկային միջոցներ ջրային համակարգի բարելավման համար։ Նախագիծը ջրային կոմիտեի ղեկավարը ներկայացրել է խորհրդարանի դատին։ Հանդիմադիր падգամավորները սակայն փորձել են հասկանալ, թե նախկինում ներգրավված ֆինանսական միջոցներով որքան են ընդլայնվել ոռոգելի հողատարածքները, ինչու է ձախողվել կապսի ջրամբարի կառուցման նախագիծը կամ ինչպես է աշխատում ջրի չափագրման տարիներ առաջ ներդրված համակարգը։ Ջրի քանի տոկոսն է չափագրվում
Ցավոք շատ փոքր տոկոսը, պարոն Խաչատրյան, դուք ճիշտ եք ակնարկում։ Ինչ վերաբերում է կապսին, մենք ստիպված ենք եղել մենք նկատի ունեմ կառավարությունը ստիպված է եղել լուծել պայմանագիրը կապալառուի հետ։ Կապսի ջրամբարը ասում է կապալառուն։ Հիմա պատկերացրեք դուք տուն եք գնում եւ պետքա վերանորոգեք։ Լավ, մեկու մեջ պիտի գնաք տեսնեք, չէ՞, գաջը քաշեցին, այդ գիպսակարտոնը խփեցին, պարկետը խփեցին, ներկեցին։ Բավարար չեք գնացել, չեք ստուգել, ինչ պիտի կապալառուն լավ աշխատի։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Սարսափեցնող վիճակագրություն Երևանում յուրաքանչյուր 35-րդը քաղցկեղ ունի, հիվանդությունն է աճել, թե ախտորոշումը հասանելի դարձել։ Ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը կխստացվի, լաբորատորիաները կտեսագրեն եւ կպահեն վիդեոները որպես ապացույց։ Մետեոաշխարհ եւս 3 օր գտնվելու ենք ակտիվ ցիկլոնի կենտրոնում։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հայաստանում քաղցկեղի դեպքերը ավելացել են 2025-ին հրապարակված պաշտոնական տվյալներով 2024-ի տարեվերջին երկրում հաշվառված է եղել 70,961 բուժառու, մինչդեռ 1999-ին այդ թիվը ընդամենը 20,929 էր։ Այսօր Հայաստանում յուրաքանչյուր 43-րդը ունի քաղցկեղ, իսկ Երևանում յուրաքանչյուր 35-րդը։ Վիճակագրությունը ցույց է տալիս միայն 2024 թվականին առաջին անգամ ախտորոշվել է 10,174 մարդ, նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 22%-ով։ Մասնագետները նշում են, թվերի աճը պայմանավորված է ոչ միայն հիվանդության ավելացմամբ, այլև ախտորոշման բարելավմամբ եւ բուժառուների կյանքի տևողության երկարացմամբ։ Զգալի աճ է գրանցվել նաև կյանքում առաջին անգամ հաստատված քաղցկեղի դեպքում, մինչև 2000-ը եւ 2000-ականների սկիզբը կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումների թիվը տատանվում էր 4500-ից 5000-ի սահմանում։ 2004-ին նոր հաստատված դեպքերի քանակը մոտ 2 անգամ գերազանցել է այս թիվը, կազմելով 10,174 հազար։ Եթե 2024-ին քաղցկեղի նոր հայտնաբերված դեպքերի քանակը բաժանենք տարվա օրերի վրա, կստացվի Հայաստանում օրական 28 մարդ իմանում է, որ քաղցկեղ ունի։ Սա նշանակում է, որ 2024-ին յուրաքանչյուր 50 րոպե մեկ քաղցկեղի նոր դեպք է գրանցվել։ Եվս մեկ դարավիճակագրություն ավելացել է հոգեկան խնդիրներով տառապող երիտասարդների թիվը, մշտական տագնապն ու դեպրեսիան հոգեկան հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներն են։ Մասնագետները պատճառների թվում նշում են նաև մեր երկրին պատուհասած պատերազմը։ Հայաստանում երիտասարդների շրջանում հոգեկան առողջության խնդիրները դառնում են ավելի տարածված։ Ըստ ազգային գիտահետազոտական հերացի վերլուծական կենտրոնի, հոգեկան խանգարումների 50-ից 75%-ը սկսվում է մանկական եւ դեռահասային տարիքում։ Խնդրի պարադոքսն այն է, որ հոգեկան խանգարումների 50-ից 75%-ի սկիզբը բաժին են կնում հենց մանկական եւ դեռահասային տարիքին։ Հետազոտությունների տվյալների համաձայն հոգեկան խանգարումների դրսևորման միջին տարիքը կազմում է 14.5 տարի, իսկ դեպքերի 48,4%-ը սկսվում է մինչև 18 տարեկանը։ 10-ից 19 տարեկանների շրջանում հիվանդությունների ընդհանուր բեռի կառուցվածքում հոգեկան խանգարումները զբաղեցնում են 15%։ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո հոգեբաններն էլ իրենց ճակատում են կռիվ տալիս, որպեսզի պատերազմի մասնակիցներին եւ նրանց հարազատներին վերադարձնեն բնականոն կյանքի։ Սուր տրիգերները կարող են լինել պատերազմներ, երկրաշարժեր, կորուստներ, ծանր բաներից հետո պետք է լինի։ Այո, բնականաբար վերջի քանի տարիների ընթացքում բավական մեծ թողոբոհի մեջով անցավ մեր ժողովուրդը, այս պատճառով բնական է, որ կարա լինի հոգեկան առողջության խնդիրների աճ։ Մասնագետների գնահատմամբ խնդիրը միայն բժշկական չէ, այն ունի նաև սոցիալական եւ տնտեսական լուրջ հետևանքներ։ Խնդրի մասշտաբը տեսանելի է նաև ազգային վիճակագրությունում։ Մասնագետները նշում են, հոգեկան խանգարումների առաջացմանը նպաստում են մի շարք ռիսկի գործոններ՝ անբարենպաստ ընտանեկան մթնոլորտը, բուլինգը, սոցիալական մեկուսացումը, բռնությունը, տնտեսական դժվարությունները, ինչպես նաև երկարատև հոգեբանական սթրեսը։ Հոգեմետ նյութերի օգտագործման հետ կապված խանգարումները ընդգրկում են դեռահասների 1,3%-ը, իսկ ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումները 1,2%-ը։ Դա էլ է ոչ պակաս տրիգեր, որը կարա այս կամ այն հոգեկան խնդրի դուրս գցելու պատճառ հանդիսանա, այսպես ասենք, հա։
Դե հա, որքանով էլ որ զարմանալի է, ու համենայն դեպս հիմա ինձ համար զարմանալի չի, որտեղ բավականին հանդիպում է, բայց այնպիսի խնդիրներ, որոնք ընդունված էր հիմնականում տղամարդկանց մոտ համարել, անգամ կախվածությունները, խաղամոլություն եւ այլն, այո, հիմա դե նույն չափով չէ, բայց բավականին շատացել է նաեւ կանանց աղջիկների շրջանում։ Մասնագետների կարծիքով մանկական եւ դեռահասային հոգեկան խանգարումների աճը կայուն գլոբալ եւ ազգային միտում է։ Խնդրի լուծումը պահանջում է միջոլորտային եւ համակարգային մոտեցում, առողջապահության, կրթության եւ սոցիալական պաշտպանության ոլորտների համատեղ մասնակցությամբ։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։ Երևանը պատրաստվում է COP17-ին, մինչև աշուն դեռ ժամանակ կա, բայց արդեն սկսվել է Meridian Expo կենտրոնի նորոգումն ու արդիականացումը։ Հենց այստեղ է հոկտեմբերին անցկացվելու միջազգային մեծամասշտաբ միջոցառումը ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի համաժողովը, որի առիթով Երևանը հյուրընկալելու է պատվիրակների 100-ավոր երկրներից։ Նորոգման եւ արդիականացման հարցում Meridian Expo կենտրոնի կողքին է Vegan։ COP17 համաժողովին ընդառաջ Vega ընկերությունը LG առաջատար կլիմայական լուծումներով ներգրաված է Meridian Expo կենտրոնի տեխնիկական արդիականացման գործընթացներում։ Meridian Expo կենտրոնը լայնածավալ վերանորոգման եւ տեխնիկական արդիականացման փուլում է, նախապատրաստվելով 2026-ին կայանալիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին COP17։ Նախաձեռնության նպատակն է ապահովել կենտրոնի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, ներառյալ շենքային կառուցվածքները, ինժեներատեխնիկական համակարգերը եւ միջոցառումների անցկացման համար անհրաժեշտ ժամանակակից պայմանները։ Կենտրոնի օդափոխության եւ կլիմայական համակարգերի արդիականացումը վստահվել է Vega ընկերությանը, որը հանդիսանում է LG-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում եւ ներգրաված է համակարգերի մատակարարման ու ներդրման գործընթացներում։ Նախ շատ ուրախ եմ, որ մաս ենք հանդիսանում նմանատիպ կարևոր բարձր մակարդակի միջոցառման նախապատրաստման աշխատանքներին, քանի որ Vegan հանդիսանում է LG ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մեր համար բացի այն, որ մեծ պատիվ է, նաև բարձր պատասխանատվություն է լինել ոչ միայն մատակարարող կողմ, այն նաև լինել տեղադրման ինստալացիոն աշխատանքների կազմակերպիչ եւ պատասխանատու։ Մինչև այժմ մենք հիմնականում կենտրոնացած ենք եղել մեծ շուկաների վրա, ինչպիսիք են ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիան, որտեղ գրանցել ենք նշանակալի հաջողություններ։ Այդ երկրներում մենք դարձել ենք շուկայի առաջատար, ձևավորելով հզոր եւ ապացուցված բիզնես մոդել։ Այժմ մեր նպատակը այս մոդելը վերարտադրելն է այլ երկրներում։ LG VRF տեխնոլոգիաները կապահովեն արդյունավետ, էներգախնայող եւ ճկուն կլիմայական կառավարում, լիարժեք համապատասխանելով միջազգային խոշոր համաժողովների տեխնիկական եւ գործառնական պահանջներին։ Գործընկերության ամրապնդման նպատակով փետրվարի 25-ին Red Bridge Երևանում ստորագրվեց փոխհմբռնման հուշագիր Vega World SP-ի եւ Meridian Holding PB-ի միջև LG Electronics Gulf-ի մասնակցությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կողմերի համատեղ մտադրությունը ներդնելու ժամանակակից HVAC լուծումներ, որոնք կնպաստեն կենտրոնի տեխնոլոգիական զարգացմանը, գործառնական արդյունավետությանը եւ COP17 համաժողովի պատշաճ կազմակերպմանը։ Մենք վստահել ենք Vega ընկերությանը, քանի որ ինքը լավագույններից է եւ տեսել ենք իրենց աշխատանքը այլ համագործակցության շրջանակներում եւս եւ ցանկացել ենք շարունակել այդ աշխատանքը վստահելով այս մեծ կարևոր միջոցառումը։ COP17-ը առաջին անգամ է այս մակարդակի միջոցառումը անցկացվում Հայաստանում եւ ուզում եմ կարևորել, որ ոչ միայն բիզնես ոլորտի համար, այն Հայաստանի համաշխարհային ճանաչողությունը բարձրացնելու համար շատ կարևոր միջոցառում է լինելու։ Հայաստանը ռազմավարական ընտրվել է LG Electronics-ի կողմից որպես ընդլայնման հաջորդ կարևոր փուլ։ Հայաստանը մեզ համար պարզապես նոր շուկա չէ, այլ մեկնարկային կարևոր հարթակ մեր B2B բիզնեսի ներուժը եւ արդյունավետությունը այլ երկրներին ցուցադրելու համար։ Հայաստանը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն եւ չափազանց կարևոր է, որ այս համաժողովը անցկացնենք բարձր մակարդակով ու հաջողությամբ։ Ինչպես արդեն նշել եմ, մենք պատրաստ ենք տրամադրել լիարժեք աջակցություն մեր բիզնես մոդելը Հայաստանում ներկայացնելու եւ մեր փորձը, կարողությունները եւ երկարաժամկետ տեսլականը լավագույնս ցուցադրելու համար։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հետագա փուլերը եւ COP17-ի տեխնիկական պատրաստվածության հետ կապված հարցերը։ Meridian Expo կենտրոնի տեխնիկական արդիականացումը նպաստում է Հայաստանի դիրքի ամրապնդմանը որպես միջազգային խոշոր համաժողովների անցկացման համար ժամանակակից եւ վստահելի հարթակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կառավարությունը խստացնում է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը, լաբորատորիաները պետք է տեսաձայնագրեն տեղզնման գործընթացը եւ պահեն կես տարի, որպես ապացույց, որ կեղծում չի եղել։ Օրվա այս եւ մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։
Կառավարությունը պակասեցրել է սոցփաթեթի համար նախատեսված 2026-ի բյուջեն, չբացառելով, որ տարվա ընթացքում ըստ անհրաժեշտության կիրականացնեն վերաբաշխումներ։ Գումարն առայժմ կրճատում են խնայելու բյուջետային միջոցները։ Սրա համար հիմք են ընդունել նախորդ տարվա փաստացի ծախսերը։ Կենսաթոշակների բարձրացումն ուշացած եւ կիսատ քայլ է կառավարության շենքի առջև լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաքվե նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։ Ըստ նրա Հայաքվեն դեռևս անցած տարվա սեպտեմբերից էր բարձրաձայնում կենսաթոշակների անթույլատրելի եւ անհիմն ցածր լինելու մասին։ Նրա խոսքով գործադիրն ի սկզբանե դիմադրել է կենսաթոշակները բարձրացնելու պահանջին, այն որակելով որպես պոպուլիզմ եւ հիբրիդային պատերազմ իշխանության դեմ։ Ակադեմիական քաղաքի շինարարությունն ամբողջությամբ կավարտեն 8 տարի անց 2034 թվականին, թեպետ մեգածրագրի ֆինանսավորման աղբյուրների վերլուծության արդյունքները պատասխանատուները դեռևս չեն ամփոփել։ Նախագծի իրականացման առաջին փուլում մինչև 2030-ը կնախապատրաստեն տարածքը շուրջ 700 հեկտար Երևանի հյուսիս-արևմտյան Արվարձանում 17-րդ թաղամասից այն կողմ։ Արդեն երկրորդ փուլում 2030-ից 2034 թվականներին կրթական, սպայական եւ արվեստների կլաստերների շինարարությունը կսկսեն։ Այդ ժամանակ էլ քաղաքում կկառուցեն ազգային ստադիոնը։ Վերջին փուլով էլ կմեկնարկեն գիտական եւ բժշկական կլաստերների շինարարությունը։ Հայաստանում կխստացվի ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը։ Վկայագրման ամբողջ գործընթացը կդառնա պարտադիր տեսագրվող, կեղծ տվյալների մուտքագրումը եւ անբարեխիղճ տնտեսվարողների մեքենայությունները կանխելու համար։ Կառավարության որոշմամբ լաբորատորիաները պետք է պահեն այդ ձայնագրությունները առնվազն կես տարի։ Անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակների հիվանդացության աճով։ Մասնագետները զգուշացնում են, որ առաջիկա օրերի համար օդերութաբանները կանխատեսել են ջերմաստիճանի նվազում, փորձում են հագնվել եղանակին համապատասխան եւ խուսափել հիվանդների հետ շփումից։ Հիվանդանալու դեպքում մնալ տանը, չզբաղվել ինքնաբուժմամբ եւ չօգտագործել հակաբիոտիկներ։ Համուց պատրված պաստառները կամ թույլ ամրացված հենասյուները կարող են վթարային իրավիճակներ ստեղծել։ Այս հիմնավորմամբ արտաքին գովազդի օպերատորները կպատժվեն ժանգոտած վահանակների համար։ Այսուհետև նրանք պարտավոր են առնվազն կես տարվա ընթացքում գոնե մեկ անգամ ստուգել վահանակների կառուցվածքների վիճակը եւ անհրաժեշտության դեպքում վերանորոգել ու ամրացնել դրանք։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալիան վտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի տեղումներով, սպասվում է ձյուն եւ ձնախառն անձրև, ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի եւս 8-նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 0-ից 3 աստիճան ցուրտ։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 2-ից 5 աստիճան տաքություն։ Լոռիում 0-ից 2, Տավուշում 1-ից 3 աստիճան, Հարհրատում, Արմավիրում կդիտվի 4-ից 6, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 2-ից 6, Սյունիքի նախալեռներում 0-ից 2 աստիճան։ Երևանում օրը կանցնի տեղումներով, այս գիշեր սպասվում է 1-ից 3, ցերեկը 3-ից 5, երեկոյան 0-ից 2 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։